Կիևյան կամրջի երթևեկելի մասի եւ հետիոտնային հատվածների վերականգնման, դեֆորմացիոն կարերի ու ջրահեռացման համակարգի նորացման, ջրամեկուսացման աշխատանքները ընթացքի մեջ են։ Վերականգնվում են նաեւ կամրջային թռիչքային կառուցվածքները եւ հենարանները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է կամրջի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։ Այս հատվածը մենք բացել ենք օգոստոսի վերջին։ Պատմամշակութային ուշադրություն։ Հաստատակավորման process-ում նախարարությունը անպայմանորեն իր բանը, այսպես ասած, ստորագրությունը։ Այսինքն հիմա այն ամենախորը կապիտալն է։ Այո, 70 թվականին 80-ականներին այս երկաթ բետոնը ծածկում արտել կանվարչել։ Իր հենարանները քանի որ սրա մեջ է, եթե ծածկը լավ ջրամեկուսացված չի, ջուրը ներթափանցում է նման հենարանների մեջ, պետք է նախագծի մեջ նախատեսված է նոր տեխնոլոգիա, որ պոլիմերիզացված բիտումային հիմքով ասֆալտ օգտագործվելու, որը կպնելու է եւ մետալին, եւ շարունակ եւ ասֆալտում եւ տատանումների դեպքում ինքը բաներ չունի։ Այն ներքևի ներսի հատվածներում գործ անում են։ Հենարանների մեջ այո կան մուտքեր, մինչև ներքև կարելի է իջնել դիտարկումներ։ Այսինքն չժանգոտվում Դրա վրա ասֆալտի որը եւ մետալին է խփելու եւ ասֆալտին է խփելու, չի թողնելու, որ ջրերը ներթափանցեն ներսես։ Վարչապետին ուղեկցել են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը եւ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը։ Ծրագրի պատասխանատուները ներկայացրել են իրականացվող աշխատանքները, նշել, որ կթարմացվեն նաեւ կամրջի բազիկները, իսկ արտաքին լուսավորության հաղորդալարերը կանցկացվեն ստորգետնյա ճանապարհով։ Լարերը անցկացնել։ լարերն էլ այդ ամենակարևորն է, ցինք կամրջի տեսքը լրիվ փոխվելու։ Հետո ես մտածում եմ ռեկրեացիոնով, այստեղից կարելի է երկու տեղից բան քայլուղի բացել, ձորից համալիրից ձոր, որը ավելի տարածքը կմեծացնի։ Մենք եթե հնարավոր է լինի հեծանվողի էլ լինի։ Մենք հիմա մի հատ նախագիծ ենք նայում Պրոշյանի դեպի այս կողմիլանջ քայլուղի արդեն դիմել են նույնիսկ ճարտարապետական առաջադրանքը ստանալ։ Որտեղ ասենք այդ ձևը իմասում են, չէ, Երևանի կենտրոնում տարածք չկա, տարածք բացելու ձև է։ Եկել նույն տարածքի մեջ տենիս ավելի շատ տեղ կա քայլելու, հեծանիվ քշելու, ժամանակ անցկացնելու։ Ծրագրի իրականացման նպատակով համայնքային բյուջեից հատկացվել է 456 միլիոն դրամ։ Կամրջի երթևեկելի մասի ավարտը նախատեսվում է օգոստոսի 29-ին։ Կիևյան կամուրջը հիմնանորոգվել է 1995 թվականին ջրահեռացման խնդիրները լուծելու նպատակով։ Հիմնանորոգումն իրականացվել է 20 տարվա երաշխիքով։ Տիկին Անդրեասյան, տեսա, որ Եղեռնի հուշահամալիրի 3 նյութերը սկսել են։ Այո, աշխատանքները մեկնարկել են արդեն տեխնոլոգիաները պարզ են, առաջին փուլը մեզ համար նաև իսկապես կարևոր։ Նա խիստ հսկողության տակ պլանավորվում է։ Էլի համոզված են, որ մինչև ապրիլի 24 մենք մինչև դեկտեմբեր պետք է ավարտենք այս տարի, որովհետև հիմա հեն սեզոնն է, որ հնարավորություն կլինի ամբողջ թափով աշխատանքներ անել, փորձը կա, տեխնոլոգիաների վրա այդ ժամանակ չենք փորձնի քննարկումների, անցյալ տարի քննարկումները շատ ժամանակ տարան, որ ամեն քայլը նաև մասնագիտորեն հիմնավորված լիներ։ Վարչապետը այցելել է նաև Կոնդ թաղամաս հանդիպել բնակիչների հետ, տեղում ծանոթացել առկա խնդիրներին, պատմամշակութային նշանակություն ունեցող կառույցների վիճակին եւ առաջարկվող լուծումներին։ 1860 քանի թվի սարքած։ Գերակաշարժ ճանաչենք, ձեզնից գնենք։ Այս մեկին շատ համաձայն եմ, որովհետև իսկապես եթե նույնիսկ ինչ-որ մասով պետությունը վերցնի, ոչ մի բան չեք շահելու, ոչ ես, ոչ դու։ Այո։ Եթե ճիշտ ներկայացնենք, 100% կարելի է կանենք։ Մենք մոդելի մեջ հենց այդպես եկել ենք։ Այո։ Դեք դες համարել ավելի լավ, երկրորդ շունչ կստանա։ Ես դիտմամբ քանդել չեմ տվել ինչ-որ վերանորոգելու, որ հանգարց չփոխեն ձևը։ Հուշարձանի տարածքը էսա պատը։ Միջին Կտտումա հետո։ մտածում ենք, ասում ենք, կոնդում ներդրումներ անենք, ես ճանապարհները սարքենք, ջուր։ Լավ։ Եթե դուք բիզնես եք անում, ավելի լավ, արեք, հետագայում դուք ներդրում անեք, ուրիշը չէ։
Բայց եթե ուզենաք, դուք ասենք ուզենաք ասեք գերակաշարժ ճանաչեք վերցրել, այդ էլ կա։ Կոնդ թաղամասի քաղաքաշինական վերակառուցման հայեցակարգով, որը քննարկվել է վարչապետի գլխավորությամբ, թաղամասի վերակառուցման ելակետային պայմաններն են պատմամշակութային ժառանգության եւ հուշարձանների պահպանումը, բնակչության կենսապայմանների բարելավումը, ինժեներական եւ տրանսպորտային ենթակառուցվածքների արդիականացումը, տնտեսապես իրագործելի զարգացման մոդելի ձևավորումը, ներդրումային գրավչության բարձրացումը, զբոսաշրջային ակտիվության խթանումը։ Սուրվատությամբ իմ տղաների հետ այստեղ ապրում։ Այդ գիրքը, որը Մեզնավիներն են սա։ մեր նկարներն են, մեր լուսամուտներն են, Հիմա կան այս լուսամուտները։ Սրանք այս սայամերը, այսի կողքի բակն է սրանք։ Բայց կան, թե չէ։ Հիմա կողքի բակն է։ Ինչ ստեղ բիզնես չեք նույնպես չեմ հասկանում։ չենք մտածել։ Բայց այս sense հարստություն ունեք ախր։ Մենակ ես չի անում։ Մենակ ես տեսնելու համար ասենք Եվ տարածություն տոմս վաճառեք, ձեր ընտանիքի Շատ են գալ, տուրիստները շատ ֆիլմեր են տվել։ Ուստեղ եմ, ես իմի տանն եմ, ես որ տուրիստ է գալի, ես տուն եմ, ընդունում եմ ջանֆեր։ Ասենք օրինակ կարելի է լուծում գտնել, որ այս պատը եւ այլն ավելի լավ էր եւ այլն, այն ծառը խանգարում։ Հա, ճիշտ ասած, ուզում ենք պրոստը ափսոսում եմ։ Նույնիսկ այս կախած բաներն են խանգարում, իրան կարելի է մաքրել մի քիչ։ Կոնդ թաղամասի ընդհանուր տարածքը կազմում է 16 հեկտար, որից նախագծային միջամտության տարածքը 10 հեկտար։ Թաղամասում առկա են Հայաստանի Հանրապետության պետական ցուցակում ընդգրկված 4 հանրապետական նշանակության հուշարձան եւ 8 նորահայտ հուշարձան։ Հիմնականում բնակելի տներ, որոնք ունեն տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ։ Չգիտեի, որ այսքան սրճարան, ռեստորան կա։ Այս 2 տարի է, բան վարչապետ։ Հա, նոր է։ Բոլորը 5 տարի մաքսիմում։ Սա մեր բակն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բայց լավ տեղեր իմացանք։ Կոնդի զարգացման համար առաջարկվում է պետություն մասնավոր ներդրող համայնք համագործակցության մոդելը։ Հայեցակարգի մշակման ընթացքում ուսումնասիրվել է միջազգային փորձը, մասնավորապես Աթենքի Պլանկա պատմական թաղամասի օրինակը, որը հիմնված է պատմական միջավայրի պահպանության, հետիոտնային տարածքների բարելավման, փոքր բիզնեսի խթանման եւ մշակութային կյանքի ակտիվացման համադրման վրա։ Բնակիչների հետ զրույցում վարչապետը ներկայացրել է հայեցակարգի մանրամասները եւ տեղեկացրել, որ նախատեսվում է Կոնդի մասին օրենքի ընդունում, հետագա աշխատանքները փոխհամաձայնության իրականացնելու նպատակով։ Հնարավորինս պատմական բովանդակությանը համապատասխան պետությունը համայնքը մեր իրար հետ ներդրում անենք, այդ համատեքստում Կոնդը կդառնա գրավիչ պոտենցիալ ներդրողների համար, մարդիկ ով որ կուզենան իրանք տներում, տարածքներում ներդրումներ կանեն, բիզնես կսկսեն, ով որ չի ուզենա, ուրիշ մարդը կգա առաջարկ կանի, այսինքն պետությունը տեղ գործ չի ունենա, որը նաև բոլորիդ համար եւ ձեր երեխաների, ձեր ընտանիքների համար հնարավորություն է բարեկեցության նոր աստիճանի բարձրանալ։ Դրա արդյունքում ձեր բոլորի ունեցվածքի արժեքը թանկանալու է, ոչ թե սա շատ կարևոր նյուանս է, ստեղ իսկապես շատ մեծ պոտենցիալ կապիտալ կա կուտակված եւ մենք ուզում ենք օգնենք, որ այսքան տարի sense դժվար պայմաններում եք ապրել, ուզում ենք հիմա նոր հեռանկարներ բացենք եւ դա այսօրվա այդ ինձ համոզեց, որ դա իրականանալ է։ Վարչապետը Կոնդի բնակիչներին նաև տեղեկացրեց, որ ծրագրի իրագործումը բարդ է լինելու եւ հնարավոր կլինի իրականացնել ժամանակի ընթացքում փուլ առ փուլ։ Ուրախ եմ, որ այս լուծմանն ենք եկել, ով ինչ ունի թողում ենք իրեն։ Ենթակառուցվածքները սարքում ենք, ասում ենք, եթե մեկ կողքից կգա առաջարկ կանի, դուք որոշեք, համաձայնվում եք թե չէ։ Նիկոլ Փաշինյանը եղել է նաև Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքում, որտեղ վերջերս տեղադրվել է Վահագն վիշապաքաղ հուշարձանը։ Կառավարության որոշմամբ հուշարձանը տեղափոխվել է Ծովակալ Իսակովի պողոտայի եւ Սեբաստիա փողոցի խաչմերուկի հարակից հատվածից։ Քրիստինե Թորոսյան, Լուրեր։